Բարև ձեզ հարգելի ընկերներ, առաջին հերթին շնորհավորում եմ մեծ հաղթանակի տոնը հայրենական պատերազմի, որի մասն ենք մենք կազմել։ Մենք ունեցել ենք երջանկություն լինել այդ մեծ հաղթանակի մի մասը, բավականին զգալի մասը իհարկե։ Բոլորս էլ ունենք կորուստներ, բայց մենք հպարտացել ենք այդ կորուստներով։ Իմ մեկ պապս հայրական կողմից 43 թվին հերոսի մահով է մահացել Եղիազարյան Անդրոնիկը եւ իմ երկրորդ պապս, որ ընդհանրապես երևի բոլոր պատերազմներին է մասնակցել 27 տարի, ծանր վիրավորումներից հետո վերադարձել է տուն 45 թվականին։ Նույն ձևով իմ կնոջ պապերը նույնպես։ Եվ այսօրվա մեր այս կորուստները, որ մենք ունենք, այս սարսափը, որ հիմա կա մեր գլխին, որը որ ոչ բոլորս են գիտակցում, մասնակի նաև պատճառը այդ հաղթանակի ուրացման եւ այդ հաղթանակի եղբայրական հաղթանակի կոմպոնենտների ուրացման։ Չի կարելի ուրանալ ոչ մի հաղթանակ, որովհետև հաղթանակի ուրացուղը հետո հպարտանում է իր պարտությամբ։ Այսօր այդ երեք Թուրքիա հարճի եւ Քրդիստան Խաչասերման արդյունքը, այդ ընդամենը մեկ չկատարված աբորտի պատճառը, ասում է, այդ ինչով է Արցախը, Ղարաբաղը մերը, մի հատ ասեք։ Մենք ինչին ենք ասել։ Դավաճանը, համաշխարհային չեղած դավաճանը, ասենք նա անցել է դեմից դավաճանության կարմիր գծերը։ Այդ ոչնչությունը, այդ փսլինքը, այդ թուրքական կապիկը հասել ենք այն օրվան, որ այսօր հայտարարում է, թե Արցախը ինչու է մերը։ Արցախը, Հայաստանը ու վերջ հայտարարած այդ բոյսյակը, հայտարարածը, որ 5000 երեխու գլուխը տարավ, կերավ, 5-10 ես չգիտեմ 10,000-ից ավելի ինվալիդ սարքեց, որին կեան դավաճան հանկարծ չանվանեն, ինքը պատրաստ է, պետք է հանձներ, այդ ձևով հանձնեց։ Այդ այլանդակ կենթանին հերիք չի, մենք թողել ենք մինչև այսօր մնա, նա էլ ասում է Արցախ իշխանով էր հայկական։ Այդ Թուրքի հարճի եւ Քրդիստան Խաչասերման արդյունք։ Ատելության ծնունդ, բռնաբարության վիժվածք, Արցախը ամարասով է հայկական, Արցախը դադիվանքով է հայկական, Արցախը տիգրանաշերտով է հայկական, Արցախը հազարավոր խաչքարներով է դարավոր հայկական, Արցախը հազարավոր, հարյուրավոր վանքերով եւ եկեղեցիներով է հայկական, Արցախը տասնյակ սերունդների հայազի գերեզմաններով է հայկական։ Մարդ վախենում է, ասի արա, որ Արարատյան դաշտավայրում 200 տարի հայ չի ապրել։ Արցախը երբեք չի դատապարտվել, չի լքվել։ Դու ես արել այդ այլանդակ։ Մնացած հայկական այսպես կոչված ընդդիմաբոյսակային էլիտաների դուր համաձայնությամբ։ Դու ես արել այ պիղծ այլանդակ ու դրա համար դու դժոխք տեղափոխվելուց տարբերությունը չես զգալու։ Քո ընտանիքով, քո այդ կողքերիներով, քեզ սպասարկողներով, քանի որ աշխարհում ամենասարսափելի բանը դավաճանն է։ Թշնամուն պատժելուց հետո կարելի է ներել։ Իսկ դավաճանը երբեք չի ներվում։ Եթե թշնամուն կարաս պատժելուց հետո ներես, դավաճանը ունի երկու ճանապարհ։ Կամ գնդակ, փամփուշտ, կամ պարան։ Իսկ քո դեպքում, քանի որ դու դավաճանության բոլոր կարմիր գծերն ես անցել, դու արել ես այն, ինչ որ չեղե երբևիցե։ Թուրքի հարճի եւ Քրդիստան Խաչասերման արդյունք։ Դու պետք է երկար ու դաժանորեն տանջվես։ Քեզ չպետք է թողեն սատկել։ Քեզ պետք է տանջեն ու ստիպեն, որ դու կենթանության սարսափելի այն ինչ որ մենք ունենք։ Բայց ժողովուրդ ջան, ոչ թե մեկ Նիկոլ, եւ ոչ թե 10 Նիկոլ,
այլ 100 Նիկոլ չէին կարող անել այս ամեն ինչի դնից 10%-ը։ Եթե չլինեին սրա այդ ընտրության գնացող, սրան 5 տարի լեգիտիմացող անդիմաբոյսակները, եւ դեռ հարց է, ավելի լավն է դավաճանը, ավելի սարսափելի է դավաճանը, թե դավաճանության բոզը, թե գնացեք ընտրության։ Մինչև չհայտարարեն, որ այս ընտրությունները խայտարակություն են մեր ժողովուրդ ջան։ Ասում եմ մաքսիմալ մարդ եկեք, դա կեղծվելու է, չկեղծել անհնար է։ Հայաստանում եղբայր չի եղել չկեղծված, եկեք ճիշտը խոսենք։ Անհնար է չկեղծել Հայաստանում չկեղծվեն ընտրությունները։ Եթե մեկը ասում է, իր բերանից բաց է թողնում, որ ընտրությունները պետք է գնանք եւ հաղթենք, նշանակում է ինքը արդեն արտաբերում է իր բերանով, որ Նիկոլը բարոյական մարդ է, շատ ավելի բարոյական, քան թե բոլոր նախորդ նախագահները իր այդ վերցրած։ Այսինքն նրանք բարոյական է Նիկոլը։ Կեղծվելու են ամեն ինչ, նկարվելու է ամեն ինչ։ Եվ հաջորդ առավոտ գիշերը հաշվելու են առավոտը այդ եվրո ամբողջ այդ ամբողջը շնորհավորելու է։ Ինչ է կանելու։ Պահանջ պետք է լինի ամենուր։ Կապիտուլյանտ եւ դավաճանի հետ ընտրության գնացողներ, էլիտա ուժեղներ ձեզանից ցույց տվողներ, մեկը կայրող, մեկը հաղթող, մեկը ուժեղ։ Դու դուք ուժեղ ելնեիք, Նիկոլը ոչ կլներ, ոչ է Նիկոլը լինելուց հետո այսօր կենթանի կլներ։ Հայտարարություն անհրաժեշտ է հայտարարություն, քանի որ սրանց հավատալ հնարավոր չէ, հայտարարագրի ձևով փաստաթղթային, որ կեղծման դեպքում, ցանկացած դեպքում Նիկոլը եթե հանկարծ անցավ իշխանության, նրանցից ոչ մեկը չպետք է մտնի եւ չպետք է կազմի Հայաստանի կործանման խորհրդարանը, քանի որ իրական իշխանությունը դա խորհրդարանն է։ Եվ 5 տարի ամեն մի դեբուտանկա եւ ամեն մի այդ դեբուտանկեքի ղեկավար ու առաջնորդ ու այդ ֆրակցիայի ղեկավար ավելի մեղավոր են Հայաստանի հիմիկվա կատարվածի հետ, քան Նիկոլը, քանի որ Նիկոլը ընդամենը նրանց ընտրած գործակատարն է։ Վաղը ասելու է անում է չթողնեիք։ Մինչև չհայտարարեն, մինչև փաստաթղթային հայտարարագիծ չկարծվի, որ նրանք ցանկացած դեպքում Նիկոլի իշխանություն հասնելու մի փոքր շանսի դեպքում նրանք չեն կազմելու խորհրդարանը, ոչ մեկը ընտրության չգնաք։ Քանի որ գնալու է կեղծվեն, ոնց որ անցած անգամ ասեցին ժողովուրդն է մեղավոր, գնացին